Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Տավուշում հրդեհաշիջման ժամանակ վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար է զոհվել։ Հայաստանում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին լսումներ են կայացել ազգային ժողովում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ընկերության սեփականատերերին կրկին մեղադրել են փողերի լվացման մեջ։ ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հակադարձել է նրանց, այդ մեղադրանքները որակելով որպես ՀԵՑ-ը խլելու հիմնավորումներ։ Բարձրաստիճան հոգևորականների անունից հայտարարություն է տարածվել, Մայրաթոռ այն խեղաթյուրված է որակել։ Փաշինյանը հանդիպել է եպիսկոպոսների հետ։ Բաքու մեկնած հայ փորձագետները պատմել են, որ չեն տեսակցել գերիներին։ Պաշտպանության նախարարության 2 զինծառայող վնասվածք է ստացել։ Անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դատարանը վերացրել է սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքը։ Երևանում մի քանի օր շարունակ օդի աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել։ Մահացել է խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը։ Այվազովսկու փրկված 3 կտավը վաճառվել է ռեկորդային ավելի քան 4 միլիոն ֆունտ ստերլինգով։